պատրաստ եմ ձեր հարցերին պատասխանել համեցիկ։ Հարգելի գործընկերներ, խնդրեմ հարցերի երկրորդ շրջանակում ժամանակը առաջին հարցը Պարոն Փաշինյան, ուզում եմ հարցս ուղղել ձեր մոսկովյան վերջին այցի հետ կապված, որը շատ այսպես քննարկումների, ինչ չէ նաև քննադատությունների առիթ տվեց, պատճառը դրան հետևած ռուսական կողմի այսպես կոշտ արձագանքներն էին։ Ձեր քաղաքական վերլուծաբանները, ձեր ընդդիմախոսները սա այսպես տապալված, ձախողած հանդիպում են համարում եւ նաև այսպիսի տեսակետ էլ հանդիպեց, որ սա ըստ էության վերջին տետատետ հանդիպումներ, այդպիսի մեկնաբանություններ հանդիպեցին։ Նախ ուզում էի ձեր գնահատականը, քանի որ ոչ այսպես կուլիսային հանդիպում են, եթե չեմ սխալվում, եղել է, դրա հետ կապված որքան հնարավոր է մանրամասներ, ինչ քննարկում է եղել եւ հանդիպումից հետո հանդիպան ընթացքում դուք եք նշել, որ կարող ենք ԵԱՏՄ-ի հետ համագործակցել, ցանկանում ենք համագործակցել, բայց հասկանում ենք, որ չենք կարող համատեղել ԵԱՏՄ-ը եւ ԵՄ-ըստ էության ինչ-որ փուլի պետք է Հայաստանը որոշում կատարի կամ այս կողմ կամ այն կողմ, դրանից հետո ազգային ժողովի նախագահն էր ասել, որ եթե Ռուսաստանը գազի գինը թանկացնի, մենք եւ ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալու։ Նախ սրա վերաբերյալ ձեր դիրքորոշումը ԵԱՏՄ-ից դուրս գալու, առհասարակ մոսկովյան այցի հետ կապված ու որպես գործադիրի ղեկավար ձեր կարծիքը ԵԱՏՄ թե ԵՄ։ Նախ իմ ու Ռուսաստանի նախագահի միջև կուլիսային հանդիպում չի տեղի ունեցել, աշխատանքային ճաշ է տեղի ունեցել եւ մենք ինչպես միշտ ճաշել ենք, զրուցել ենք բարեկամաբար եւ ես ինչպես ասել եմ, այցը շատ հաջող եմ գնահատում, մյուս բոլորը ազատ են իրենց գնահատականների մեջ, ինչ վերաբերվում է տետատետ հանդիպմանը, մենք արդեն պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին եւ մեր միջոցառումների մասին, բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում հունիսի երկրորդ կեսին, ինչ վերաբերվում է ընդհանուր բովանդակությանը, ես կարծում եմ, որ նախ այն ինչ որ ես ասել եմ, նախկինում իմ հրապարակային հայտարարությունների արտացոլումն էր այդ դահլիճում, ոչ մի նոր բան ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում չեմ ասի։ Առնվազն ինչ որ այնտեղ հնչել է, դուք ինձնից այստեղ այս ձևաչափով կամ գուցե այլ ձևաչափով լսել եք, այսինքն զրո նորություն։ Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ էլի հղում անելով նախկինում իմ առած հայտարարություններին, ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում եւ ես այդ process-ը գնահատում եմ դրական եւ մենք մեր սկզբունքը շարունակապար պահելու ենք, մենք երկխոսության բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու եւ շարունակելու ենք այդ ճանապարհով։ Ինչ վերաբերվում է իմ կարծիքին, իմ կարծիքը այն է, ինչ որ ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, ինչ որ ասել եմ այստեղ ձեզ բոլորիդ, քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ եւ Եվրոպական միության ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք, երբ կգա անհամատեղելիության պահը, մենք կկայացնենք ժողովրդի հետ որոշումներ, քանի դեռ այդ պահը չի եկել, ես որևէ լրացուցիչ բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ես կարծում եմ իմ հարցը պատասխանը ամբողջական էր։ Պարոն վարչապետ, Հայաստանում է Ղազախստանի պատվիրակություն